Նախքան ելույթիս բուն ելույթիս անցնելը, ուզում եմ անդրադառնալ մի ելույթի այսօր այստեղ հնչած, երբ ԿՊԵ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը նշեց, որ ընդդիմադիր գործընկերոջ շապիկին կալանավորված գործընկերների նկարներն են։ Պարոն Թունյան, սրանք առնվազն 19 հայ գերիներն են, ովքեր գտնվում են Բաքվի բանտում, և նրանք դատվում են Բաքվի բանտում նրա համար, որովհետև հայ են։ Իդեպ նրանցից շատերի հյուրասիրությանը դուք արժանացել եք միգուցե տարբեր ԿՊԵ-ական պատգամավորների հետ մինչև 20 թվականի պատերազմը Արցախի Հանրապետության Ստեփանակերտ մայրաքաղաքում։ Պարոն Թունյան, ես ձեզ նկարները վերջում կտամ, որպեսզի դուք ճանաչեք մեր գերիներին։ Այժմ անցնեմ բուն ելույթիս։ Հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, վաղը օգոստոսի 8-ն է և կլռանա ուղիղ 1 տարին այն օրվանից, երբ այս իշխանությունը հանդիսավոր կերպով ազդարարեց խաղաղության պայմանագրի նախաստորագրումը Վաշինգտոնում։ Ում ինչ հնչում են բարձր հայտարարություններ Գուրգեն Ստեփանյանը, ում հետ մենք համագյուղացիներ ենք և ես նրան ճանաչում եմ դեռ մանկուց, շարունակում է մնալ Բաքվի բանտում։ 1 ամբողջ տարի հաստատված խաղաղության պայմաններում առնվազն 19 հայեր գտնվում են Բաքվի բանտում։ Եկեք խոսենք թվերով, որովհետև թվերը ավելի խոսուն են և ազնիվ, քան ցանկացած քաղաքական պոպուլիստական հայտարարություն։ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո մինչև հիմա Ադրբեջանից Հայաստան է վերադարձել 186 մարդ, այդ թվում ռազմագերի, քաղաքացիական պահվող անձ և գերեվարված զինծառայող, որոնցից ընդամենը 4-ն են վերադարձել վերջին 1 տարվա ընթացքում։ Թվով 150 գերիներ վերադարձել են ոչ թե այս իշխանության ուղիղ դիվանագիտության, այլ երրորդ երկրների, Վրաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Ֆրանսիայի և Հունգարիայի միջնորդությամբ։ Բայց 32-ը, ինչպես հայտարարել էր հենց վարչապետի աշխատակազմը, ես ուղղակի մեջբերում եմ, առաջնորդվելով մարդասիրության արժեքներով և որպես բարի կամքի դրսևորում, Ադրբեջանի Հանրապետությունն ազատում է 32 հայ զինծառայողների։ Ուշադրություն դարձնենք բառերին բարի կամք, ոչ թե հանուն խաղաղության օրակարգի կամ ստորագրվելիք պայմանագրի, այլ Ադրբեջանի բարի կամքի շնորհիվ։ Իսկ խաղաղության պայմանագրի նախաստորագրումից հետո Հայաստան է վերադարձել ընդամենը 4 գերի։ 4 մարդ ամբողջ 1 տարվա ընթացքում։ Եվ ինչպես գրված է հենց ազգային անվտանգության ծառայության հաղորդագրության մեջ, ես կրկին մեջբերում եմ անում, գործընթացն իրականացվել է որպես Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև հաստատված խաղաղության գործնական արդյունք։ Հարգելի գործընկերներ, եկեք պարզապես համեմատենք առանց հույզերի պարզապես թվերով։ Մինչև ձեր հռչակած հաստատված խաղաղությունը գերիների վերադարձը տեղի է ունեցել ավելի հաճախ, որովհետև միջնորդներ են զբաղվել։ Սա ձերից ձախողման ապացույցն է։ Դուք այստեղից ասում եք, որ պիտի խաղաղություն լինի, որ գերիները կան, ոչ թե գերիները պիտի կան, որ խաղաղություն լինի։ Եվ ես ուղղակի հարցնում եմ ձեզ այդ հարցից ելնելով, ձեր ասածից։ Հիմա խաղաղություն է, թե ոչ։ Եթե այո, ապա ձեր տրամաբանության ինչու են մեր հայրենակիցները Ադրբեջանում, Բաքվի բանտում, իսկ եթե ոչ, ապա ինչու եք ամեն օր այս ամբիոնից, հեռուստաէկրաններից գոռում գոչում, մարդկանց կոչ եք անում, որ տեր կանգնեք խաղաղությանը, մի վտանգեք, երբ դուք ինքներդ էլ ըստ երևույթին վստահ չեք, դա իրականում խաղաղություն է, թե խաղաղություն չէ։ Եվ քանի դեռ դուք ինքներդ վստահ չեք խաղաղություն կա, թե չկա, Ադրբեջանը շարունակում է ցուցադրաբար չդրսևորել մարդասիրության արժեքներ և բարի կամք մեր առնվազն 19 գերիների նկատմամբ, ովքեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են և Ադրբեջանում դատվել են որպես հանցագործներ։ Իսկ ես հայտարարում եմ, որ
Մադադ Բաբայանը, Ռաշիդ Բեգլարյանը, Դավիթ Ալավերդյանը, Լևոն Բալայանը, Վասիլի Բեգլարյանը, Էրիկ Ղազարյանը, Ալյոշա Խոսրովյանը, Գարիկ Մարտիրոսյանը, Լյուդվիգ Մկրտչյանը, Մելիքսեթ Փաշայանը եւ մյուսները հանցագործներ չեն։ Հանցագործներ չեն։ Ես հարցնում եմ ձեզ, ուր է Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը, որ այս մարդիկ հանցագործ չեն։ Ուր են այն հայտարարությունը, որ միջազգային հանրությունը պիտի լսի եւ իմանա այդ ճշմարտությունը։ Չկա այդպիսի դիրքորոշում, որովհետեւ այս իշխանության համար հարմար է լռել, հարմար է զոհաբերել իր իսկ քաղաքացիների արժանապատվությունը կայուն երկխոսության անվան տակ։ Մենք այս դահլիճում նստած ենք հենց այն բանի համար, որ առաջինը պաշտպանենք մեր իսկ քաղաքացիների անվտանգությունը, իրավունքները եւ պետությունը պարտավոր է լինել դրա երաշխավորը, ոչ թե նրանց լռելիային զոհողությունը։ Բոլոր այս դատավարությունները իրականում Հայաստանի մասին են, որպես իբր հանցագործության աջակցող եւ կրող։ Իսկ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Դավիթ Բաբայանը, Դավիթ Իշխանյանը, Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը, Դավիթ Մանուկյանը, Լևոն Մնացականյանը, Բակո Սահակյանը եւ Ռուբեն Վարդանյանը դատվում են իրականում ոչ թե հանցագործության համար, այլ որովհետեւ հայ են եւ որովհետեւ ղեկավարել են իրենց ժողովրդին, մինչդեռ մեր երկրի իշխանությունը գերադասում է չտեսնել այս ակնհայտ իրողությունը։ Հարգելի գործընկերներ, առաջիկայում պատրաստելու եմ ազգային ժողովի հայտարարությունն ուղղված միջազգային հանրությանը, քանի որ պետական մարմինները դա չեն անում։ Եվ ես վստահ եմ, որ այս հարցերով մենք կունենանք միաձայն դիրքորոշում։ Ես հույս ունեմ, որ բացառված է, որ գտնվի մեկ հայ մարդ, մեկ պատգամավոր այստեղ, անկախ իր քաղաքական պատկանելությունից, ով չցանկանա, որ հայ գերիները վերադառնան իրենց ընտանիքներին։ Սա այն հազվագյուտ հարցերից մեկն է, որտեղ մենք բոլորս պարտավոր ենք լինել մեկ ձայն, եւ եթե իշխանությունը իսկապես հանդես է գալիս խաղաղության համար, թող ապացուցի դա ոչ թե խոսքով, այլ արդյունքներով։ Խոսքս ամփոփեմ Բաքվի բանտում գտնվող մեր հայ մեծանուն բարերար Ռուբեն Վարդանյանի խոսքերով, ով նույնիսկ գերության մեջ գտնվելով չի դադարել սովորեցնել մեզ։ Ամենամեծ վտանգը անտարբերությունն է։ Սիրո հակառակ կողմը ոչ թե ատելությունն է, այլ անտարբերությունը։ Բարու հակառակը ոչ թե չարությունն է, այլ անտարբերությունը։ Հարգելի գործընկերներ, եկեք չլինենք անտարբեր։ Եկեք չլինենք անտարբեր Գուրգեն Ստեփանյանի ու մանկուց ես ճանաչում եմ, մեր տասնյակ գերիների, մեր Արցախի ղեկավարների հանդեպ, ովքեր դատվում են միայն այն բանի համար, որ հայ են։ Եվ եկեք վերջապես չլինենք անտարբեր սեփական իշխանության անգործության հանդեպ, որովհետև անտարբերությունը ամենամեծ վտանգն է։ Ազատություն Բաքվի բանտերում գտնվող մեր բոլոր հայրենակիցներին։ Եվ որպես վերջում վերջապան ասեմ, որ Ուժեղ Հայաստան խմբակցությունը հիմա լքելու է դահլիճը մասնակցելու Հայաստանի պատմության մեջ երևի թե ամենաամոթալի դեպքերից մեկին վեհափառի դատավարությանը։ Շնորհակալություն։ Հարություն Մնացականյան։